Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնեմ որոշ տվյալներ փոխանցեմ, որոնք կապված են առողջապահության ոլորտի հետ։ Հայաստանյան բժշկական հաստատություններում այս պահին բուժում է ստանում 405 բուժառու։ Նրանք ամենատարբեր առողջական խնդիրներով դիմել են բժշկական հաստատություններ եւ նշեմ, որ նրանցից 337-ը վերջին ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ են։ Եվս մեկ կարևոր ընդգծում, որը այս պահի դրությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր բռնի են տեղահանվել Լեռնային Ղարաբաղից, անվճար բժշկական օգնություն են ստանում հայաստանյան բուժ հաստատություններում, այդ թվում նաև ստացիոնար բուժումը։ Նշեմ, որ 10 երեխա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ցավոք սրտի նրանցից 5-ի վիճակը բավականին ծանր է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր։ Շուտափույթ առողջություն ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր գտնվում են այս պահին բուժման ընթացքում։ Անդրադառնանք, թե ինչպիսի տեղաբաշխում է տեղի ունեցել այն մարդկանց հետ, որոնք դիմել են պետության օգնությանը եւ ստացել են կեցավայր։ Ես եւս մեկ անգամ ընդգծեմ, որ բոլոր նրանց, ովքեր ժամանում են Հայաստան, առաջարկվում է պետության կողմից անվճար տրամադրող կեցավայր։ Այս պահի դրությամբ տվյալների համաձայն 27396 անձ օգտվել է այդ աջակցությունից։ Ըստ մարզերի ներկայացնեմ, Արագածոտն 1617, Արարատ 6139, Արմավիր 2749, Գեղարքունիք 2398, Լոռի 1404, Կոտայք 7078, Շիրակ 1067, Սյունիք 2094, Վայոց ձոր 1613, Տավուշ 1237, ընդհանուր թիվը կազմում է 27396, հիշեցնեմ, որ նախորդի այժմի տվյալներով այդ թիվը կազմում էր 20236, ինչպես տեսնում ենք, մեկ օրվա ընթացքում դրական դինամիկա ունենք եւ լիահույս ենք, որ մյուս անձինք նույնպես կդիմեն եւ կօգտվեն այն հնարավորությունից, որը պետությունը առաջարկում է։ Տեղաբաշխումը, ինչպես նշեցի, կատարվում է տարբեր մարզերում, տարբեր համայնքներում եւ առաջարկվում է այս պայն հնարավոր այն բոլոր կեցավայրերը, որոնք գոնե կարճաժամկետ ընթացքում կարող են ծառայել մեր հայրենակիցներին։ Առաջարկում եմ այս պայն դիտել մեկ ռեպորտաժ, որը կպատմի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասին եւ կտեսնենք, թե ինչ պայմաններում են նրանք այսօր։ Համեցեք։